տեսած Մաջան Երջանկության տիեզերքի 7 հրաշալիքներ, տեսել մեր նախարարի կրթության գիտության։ Երեխաներ, բարև ձեզ։ Լավ եք։ Երբ որից եք մանկապարտեզ գալիս բա։ Երբ ո՞նց եք մանկապարտեզ գալիս։ Անսանում եք։ 55 սան ունենք, պարոն վարչապետ։ Կարողություն եք քանը։ Լիցենզիայի հնարավորությունը 55-ն եք, 21-ը հեշտում եք տեղեված սպասում եք։ Էլեկտրոնային հավաքով եք տեղեված եք։ Բարև ձեզ երեխաներ։ Ո՞նց եք։ Լավ եք։ Շատ բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչքան եք ստացել մանկապարտեզի համար։ Ինչքան եք 273 միլիոն։ Պարոն վարչապետ, ուրեմն ես բնակավարի վարչապետ ղեկավարն եմ։ Մենք հանդիպել ենք 24 թվականի հոկտեմբերի 18-ին և բարձրացրել ենք մեր Գյումրի հիմնախնդիրները։ 26 թվականին դպրոցը միանալու էր իր ազգավորսին։ Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվելու է Գետքում։ 3 գյուղի մանկապարտեզ Ղարիջանյան, Գետ և Երազգավոր։ Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է և պետք է կառուցվի Ղարիջանյանում։ Գետքում չկա ոչ մի մշակութային կենտրոն, կրթական կենտրոն։ Նախատեսել ենք ստեղծենք 4 խմբանի մանկապարտեզ 3 բնակավայրի համար, Բարսկային զարգացման հիմնադրամով նախագիծը կար պատվիրված էր տեղակապն ու տնային կրթության գիտության նախարարության եզրակացության հիման վրա, որ Ղարիջանյան բնակավայրի շահառու երեխաներն ավելի շատ է, նախատեսվեց մանկապարտեզը հիմնել Ղարիջանյան բնակավայրում եւ համայնքը մի կիլոմետր եւ համայնքը տրանսպորտ տրամադրի են մնացած 2 բնակ, որովհետեւ 3 հատ չսարքենք, այն 2 բնակավայրից տեղափոխի այդ մի մանկապարտեզը։ Դուք ամբողջ բնակչությամբ իրեք հարցերը գրեք, ուղարկեք։ Պարոն վարչապետ, Հասկանանք գազն է, ոռոգման ջուրն է, խմելու ջուրն է, մանկապարտեզն է։ Պարոն վարչապետ, իսկ հնարավոր չէ այդ ծրագիրը ոչ մարզպետարանում կա, ոչ գյուղապետարանում։ Գոնե ծրագիր կազմին աջակցություն են այդ։ Աջակցությունը հիմա ասվում է, որ զինվորականներ են, չէ։ 27 տարի։ Հիմա ծառայում են։ Երկուսն են։ Հիմա դրա համար էլ ատեստավորման ծրագիր են կարել, որ աշխատավարձը մինչև կրկնապատկենք։ Դա աջակցության ծրագիր է, թե աջակցության ծրագիր չի։ Սոցիալական տարբեր ծրագրեր կան, ընտանիքի անդամների առողջապահության ապահովագրության հարց կա, հիմա հիպոթեկային ծրագիր են կանում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք։ Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի եւ կոնկրետ խմբի, սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ո՞նց է տուն ունենում։ Ձեր մեկն է աշխատում է, ներողություն, աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, ժողովուրդ ջան։ Հիպոթեք են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են, էլ եմ ասում, եթե պետությունը չունի պարտավորություն, եթե հատուկ սոցիալական խմբերի անդամներ չեն, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, որը կառավարությունը հիմա այո, սահմանամերձ գյուղերում, որտեղ մենք խնդիր ունենք, մենք աջակցում ենք այդ 16 միլիոնի ծրագրերը ըստ ամենայնի կշարունակենք, բայց դա ուրիշ կատեգորիայի գյուղերի մասին է։ Մնացած մասով եկեք մտածենք, ինչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան։ Բարով օգտագործեք մանկապարտեզը, ժողովուրդ ջան։ Մնացեք Հա, երեխեք, գնացեք վաճառողին ցույց տվեք։ Բայանդուր երեխեք, ես ինչ կազմակերպված են, սեն շատ, կարկապա, երթով, շատ ապրեք, շատ, համեստ, վերցրիկ բոլորդ երեխեք, շատ ապրեք, երեխեք ջան, շատ ապրեք,